Սիրելի հայրենագիստներ, մինչ ընդրական օրենսգրքին անդրադառնալը, կուզենայի անդրադառնալ Հրազդան ցեմենտ փակ բաժնետիրական ընկերությանը շուրջ 500 միլիոն հարկային արտոնություններ տալու մասին օրենքին, որը չնայած կառավարության հետևողական ջանքերին, խորհրդարանը մերժեց։ Առիթներ ունեցել եմ ասելու, որ դեռ 2003-2004 թվականներին, երբ կանխամտածված լուծարվեց հայկական ավիաուղիները եւ ստեղծվեց Արմավիան, մեր երկիրը զրկվեց հայրենական պետական ավիացիայից, արդյունքում էլ բազմաթիվ փորձառու օտաչուներ գործազուրկ դարձան, հեռացան երկրից եւ 10 տարուց ավելի է իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը եւ օրը մեջ կառավարության արչեւ բողոքի ցույց են անցկացնում։ Էլ չեմ խոսում Արմավիայի կողմից յուրացված շուրջ 3.5 միլիարդ հավաքագրված օդի տուժքի գումարներից, որի համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Հարկային արտոնություններ տվեք հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններին, որ սնանկանում եւ հեռանում են երկրից։ Օտաչուների աշխատավարձերը տվեք կամ ուղղեք մեր զինված ուժերին, կամ էլ այլ արտարացված սոցիալական ծրագրեր իրականացրեք։ Թե չէ Հրազդան ցեմենտը վերջին տարիներին հերիք չէ մի քանի անգամ ցեմենտը թանկացրել է, չգիտես վարկերի գումարը ինչ է արել, պետք է հիմա էլ հարկային արտոնություն տանք, բոլոր պարերը պարել ենք, հիմա էլ մնացել է տրնգին։ Սիրելի հայրենագիստներ, մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի ընդրական օրենսգիրք, որը կերաշխավորի արդար, ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։ Այս ամենին մենք կարող ենք հասնել միայն իշխանության, ընդդիմության եւ հասարակության լայն կոնսենսուսի պարագայում։ Այո, ժողովուրդը վստահում եւ հավատում է այն գործընթացին, ռեֆորմին, որին ինքը անմիջապես մասնակցում է, իր ձայնն ու դիրքորոշումը հաշվի է առնվում եւ կա քաղաքական ու հասարակական կազմակերպությունների միջև կոնսենսուս։ Ընդրական օրենսգրքի բոլոր ձևաչափերով քննարկումներին հայկական վերածնունդ կուսակցությունը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել, ներկայացնելով իր առաջարկները։ Մեզ համար սկզբունքային հարցադրումներից մեկը դա համանadrությամբ ամրագրված 100%-անոց համամասնական ընտրակարգի ապահովումն է։ Այսինքն, եթե ներկայիս համանadrությամբ մեր ժողովրդի ու պետության շահերից բխող ինչ որ մի դրական բան կար, դա 100%-անոց համամասնական ընտրակարգն էր, որը հնարավորություն կտար, որ պարլամենտ մուտք գործեին քաղաքական գործիչներ, այլ ոչ թե թաղային ու քրեական հեղինակություններ ու օլիգարխիկ կլաններ։ Ավելին, վերջ կտրվեր քաղաքական մենաշնորհին։ Առաջարկվող ռեյտինգային քվեարկությունը դա քողարկված մեծամասնական ընտրակարգն է, որը թե իրավական, թե բարոյական եւ թե համանadrական տեսանկյունից անընդունելի է։ Եթե նախկինում մեծամասնականը 30% էր, հիմա էլ փոխանակային վերածվի առաջարկում է հասնել 50%-ի։ Սա մեղմ ասած լուրջ հետընթաց է, իսկ իրականում ժողովրդին մոլորեցնելով քաղաքական մենաշնորհը պահպանելու եւ տեղական ու տարածքային քրեա օլիգարխիկ տարերի միջոցով փողով, ուժով, զորբայությամբ եւ վարչական լծակներով քվե ստանալու նորաձև մեթոդ է։ Ժողովուրդը լավ է ասում, հոնքը սարքելու փոխարեն աշկն էլ հետն են անում։